Հարգելի հետևողներ, կլսենք նաև Սոնա Աղեկյանին։ Տիկին Աղեկյան, ձեր սպասելիքները այս ակցիայից, ինչ արձագանքներ եք ակնկալում լսել։ Ակնկալում ենք, որ ի վերջո Եվրոպական միությունը անդրադառնա Հայաստանում տիրող իրավիճակին։ Հայաստանը 2018-ից մինչ այսօր իբրև թե հորջորջում են որպես ժողովրդավարության բաստիոն, բայց մենք տեսնում ենք բռնապետություն, մենք տեսնում ենք միահեծան իշխանություն, մարդկանց կալանավորում են, ազատությունից զրկում են ընդամենը կարծիք արտահայտելու եւ քաղաքական այլ հայացքներ ունենալու համար, հայրենիքը սիրելու համար, Արցախի համար պայքարելու համար, իրենց որդիներին 44-օրյա պատերազմում կորցրած զոհված զինծառայողների ծնողները այսօր ունեն ազատությունից զրկվածի, դատապարտյալի, կալանավորի կամ այլ ազատությունից զրկված խափանման միջոցայլ ընտրված կարգավիճակ, այս ամենը խայտառակություն է Հայաստանի Հանրապետությունում, մենք ունենք անթիվ անսահման քաղբանտարկյալներ, որը ոչ մի կերպ չի տեղավորվում ժողովրդավարության անվան հետ։ Մենք պահանջում ենք, որպեսզի Եվրոպական միությունը րոպե առաջ հանի իր վարդագույն ակնոցները, տեսնի հայաստանյան իրականությունը եւ հանդես գա հայտարարությամբ, դատապարտող հայտարարությամբ այս իշխանության գործելավոճը, ոչ թե այդ հեքիաթներին հավատա, որոնք ասում են, որ Հայաստանը ժողովրդավարություն է եւ Հայաստանում աղքատությունը հաղթահարված է, չգիտեմ ինչ է եղել, Հայաստանում աղքատությունը ծայրահեղության է հասնում, Հայաստանում ամենօրյա ռեժիմով մարդիկ հալածվում են ընդամենը Facebook-յան ստատուսի, քաղաքական կամ իրենց հազարամյա հավատքին հավատարիմ լինելու համար եւ որ ամենախայտառակն է այսօր դատարանի առջեւ է կանգնած ամենայն հայոց կաթողիկոսը, ինչը դատապարտելի է եւ որի առիթով եւս ցանկալի է որպեսզի Եվրոպական միությունը հանդես գա հայտարարությամբ։ Հայաստանը առաջինը քրիստոնեությունը ընդունած երկիրը, պետությունը այսօր իր ամենայն հայոց կաթողիկոսին կանգնեցրել է դատարանի առաջ, այն էլ ով է կանգնեցնողը՝ մի թերուս, որը անգամ բարձրագույն կրթություն չի կարողացել ստանալ, որը անգամ օրինական ամուսնացած չէ, իր զավակները բոլորը ապօրինի են, մենք դեռ չգիտենք, նրանք հանրությանը չեն հայտնել, արդյոք իրենք ինքը հայրությունը ճանաչել է թե ոչ, մեկ ապահարզան են հայտարարում, մեկ բաժանվում են, մեկ միանում են, իրենց ընտանեկան կյանքը սարքել են երկրի, կարելի ասել համաշխարհային քննարկման թեմա, եւ այսօր փորձում են այդ որակը ունեցող ընտանիք կամ հավաքածու ունեցող անձինք փորձում են մեր հայ առաքելական եկեղեցու վրա ոսկոր նետել եւ Հայաստանում հայ կանանց, հայ կնոջը տանել ազատազրկման վայր, զրկել ընտանիքի հետ հանդիպումից, անչափահաս երեխաների հետ հանդիպումից, որովհետև իրենք չունեն ընտանեկան արժեքներ, ընտանեկան արժեքների կրողը չեն, իրենք չգիտեն ինչ է ընտանեկան ինստիտուտը, իրենք չգիտեն հայկական օրենքներով ամուսնությունը ինչ է օրինական ընտանիքում երեխա ունենալը եւ հայ քրիստոնյա զավակ մեծացնելը։ Այդ ամենը որ ունենային, հասկանային, այսօր մենք Եվրոպական միության առջև չէինք լինի։ Եվրոպական միությունը պարտավոր է, նորից եմ կրկնում, հանել վարդագույն ակնոցները, տեսնել հայաստանյան իրականությունը եւ այս խայտառակ իրավիճակը դատապարտող հայտարարությամբ հանդես գալուց զատ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի մենք ձերբազատվենք Հայաստանը, հայ մարդուն, հայի ինքնությունը խայտառակող իշխանությունից, որը 2018-ից ի վեր փաթաթվել է Հայաստանի Հանրապետությունում։ Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին առանց բացառության, ազատություն մեր ողջ ժողովրդին, որը գերի է ՔՊ-ի ձեռքում, ազատություն մեր Արցախ աշխարհին եւ համբերություն մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդներին, որոնք լիահույս են մեզ առաջնորդելու են, որպեսզի ազատագրենք եւ մեր երկիրը եւ մեր ժողովրդին։ Հասկանալի է, շնորհակալություն։ 168 թեմի հարգելի հետևողներ, այսքանով ամփոփում ենք մեր ուղիղ հեռարձակումը, շնորհակալություն մեզ հետևելու համար, հիշեցնենք բողոքի ակցիա էին իրականացնում տարբեր քաղաքական ու հանրային շրջանակներ Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև, ակնկալիքով, որ Եվրոպան կանսա կլսի իրենց եւ եվրոպական արժեքների համար պայքարը, նաեւ այստեղ Եվրոպական միության ներկայացուցչությունում կգնահատվի։ Մնացեք խաղաղությամբ։